Բարի լույս սիրելի հետևորդներ ջան, այսօր առավոտը այս ձևով սկսվել, մռախլապատ, անպամած, ու սառը քամի, փակ ա իմ լեռնաշղթան ու ոչինչ չի երևում, բայց այդ ամենը չի խանգարում, որ մենք հասկանանք, թե ինչ աշխարհում ենք ապրում, Ձյունը դեռ նստած է, ամեն դեպքում խաղաղոր է բացվել, ու այս խաղաղորով հիշատակի օր է նաև, սիրելի հետևորդներ ջան, բոլորս էլ գիտենք, մի քիչ տխուր հիշողություններով ապրում ենք մեր կյանքում, չնայած որ առանձնահատուկ օր չէ մեզ պետք չէ, որ հիշենք այնպիսի մի կարևոր օր, պահ, այնպիսի մի ապրած ժամանակաշրջան, որ դա եղել է բոլորիս ցավը, և դրա համար մեզ հատուկ օր չէ պետք, որ հիշենք։ Քանի որ գիտեք, որ տնտեսություն ունեմ ու պետք է գործեր անեմ, սիրելի հետևորդներ ջան, գնամ գործերս անեմ, կերակրեմ կենդանիներիս, հետո գամ ու ձեզ միանամ։ Ես իմ կոֆեն արդեն դրել եմ, սիրելի հետևորդներ ջան, քանի որ պիտի նկարահանում կատարեի, կտրել եմ, համտեսել եմ և անմահական հանունի, սիրելի հետևորդներ ջան, ու տեսնեմ կտրված տեղը, տեսնեք մինչև որ կկտրեմ, կփորձեք անպայման շատ համեղ է, բաժակս, և շուտով իմ կոֆեն կեփվի, կողքը մի փոքր էլ սպասեմ, եփվի իմ կոֆեն և շարունակեմ իմ զրույցը ձեր հետ։ Եփվեց։ Ուզում եմ գնալ դրսում խմել կոֆես, հետևորդներ ջան։ Եկեք գնանք։ Շատ ցուրտ է։ Ուրեմն թե ինչի եկա դուրս, սիրելի հետևորդներ ջան, երբ որ հավերիս կուտ էի տալիս, եկա որ ջուրն էլ տանեմ, ոնց եղավ մի քանի հատ հավ դուրս եկան, հետո մնացածն էլ իրար հետևից, չկարացի տուն անեմ, ու մի քիչ անհանգիստ եմ, սենց անպամած օրերին, ավելի վտանգավոր է, սենց ցրվել են, բալկոնի տակով, մեղվանոցով, մի խոսքով, ցրվել են, չնայած սենց քիչ ցուրտ է, բայց սենց ընդհանրապես, որ սենց ամպը գալիս է փակում, գալիս է մինչև տան շեմքը, ցուրտ չի լինում, բայց որ ձյուն կա նստած, այդ ձյան սառնությունը դեռ խփում է, կոֆեն տակ խմեմ, սիրելի հետևորդներ ջան, գիտեք, որ երբ որ ես վլոգ եմ պատրաստում, հենց այդ նույն օրը չեմ կարողանում տեղադրել, երբ որ նշեցի, որ այսօր հիշատակի օր է, այսօր ամսի 27-ն է, սիրելի հետևորդներ ջան, այս վլոգը կտեսնեք վաղը, մեր մոտ կապերի խնդիր կա միշտ և միշտ, հատկապես գյուղական վայրերում, կապի խնդիրը միշտ էլ կա ու կա, շատ եմ նեղվում դրանից, բայց ինչ արած, արդեն համակերպվում ենք այդ ամեն ինչի հետ, ես էլ կուզեի, որ վլոգ պատրաստեմ ու հենց այդ նույն օրը տեղադրեմ, որպեսզի և թե տրամադրվածությունը, և թե ամեն ինչով համապատասխան լինի, հետ չընկնեմ, բայց կապ չէ, որ կամացքել է, երկարքել է,
Դե ոչինչ, երբեմն ես ինքս ինձ հույս եմ տալիս, բայց որ գործ եմ սկսել, այս գործի մեջ եմ մտել, որպես վլոգեր կուզեմ, որ ինչքան էլ որ կամաց քելեմ, երկար քելեմ, ամեն դեպքում ուզում եմ, որ արդյունքն էլ տեսնեմ, ձեզ էլ գոհացնեմ, ու դուք էլ ինձ գոհացնեք ձեր դիտումներով, ձեր լայքերով, սիրելի հետևորդներ ջան, միասին ուրախանում ենք, միասին տխրում ենք, բոլորս էլ հայրենասեր ենք, բոլորս էլ հայրենիքի սերը մեր սրտում, մեր հոգու խորքում կա, ոչ մեկս էլ այնպես չի, որ չենք սիրում մեր հայրենիքը, հատկապես որ ապրում ենք ծանր ժամանակաշրջաններում, 20 թվականի պատերազմից հետո հատուկ հիշատակի օր չի նշվել պետականորեն, բայց հիմա են հռչակել որպես հիշատակի օր, սիրելի հետևորդներ ջան, բայց նորից եմ ուզում ասել, այդ օրը ամեն վայրկյան էլ բոլորիս գլխում է, մտքում է, սրտում է, հոգում է, որ բառն էլ ասենք տեղին կլինի, ովքեր որ կորուստ են ունեցել, ի սրտե, չեմ ուզում ասել ցավակցություններս, այլ ուզում եմ ասել, որ այդ կենդանի հիշատակը վառ մնա բոլորիս սրտում, սիրելի հետևորդներ ջան, իրենք միշտ մեզ համար կենդանի են, մեր բացվող ամեն առավոտի համար, մեր զավակներն են իրենց կյանքը տվել և իրենց ենք պարտական։ Այդպես, ընդհանրապես այսպիսի օրերին, սիրելի հետևորդներ ջան, բոլորիս մոտ տխրություն է առաջանում, հետո որ այսօր էս եղանակն է բացվել, ոնց որ թե բնությունն էլ է մեր հետ տխրում, փակվել է, ինչպես որ փակվում են երբեմն մեր սրտերը և չենք կարողանում խոսել, բառերը չեն հերիքում, ավելի լավ է լռենք, սիրելի հետևորդներ ջան, այդ մասով, բայց երբեք չմոռանալ։ Գիտեք, որ ազատ օր է, ոչ աշխատանքային, նախապես ասել էի, որ 5 օր ազատ եմ, շատ էի ուրախացել, վաղն էլ բանակի օրն է, տոն է, սիրելի հետևորդներ ջան, մի քիչ ոչ այնքան համապատասխան իրար հետևից, տխրություն, ուրախություն, բայց միշտ էլ այս կյանքում, ինչ որ մենք կանք, մարդկությունը կա, միշտ էլ ուրախությունն ու տխրությունը զուգահեռ կողք կողքի ճանապարհ են գնում։ Այդպես։ Եվ իսկապես պետք է լռել այսօրով ու խորհել։ Կոմիսարն ու սիրելի հետևորդներ ջան, ես իմ կոֆեն վերջացրել եմ։ Գնացող եկող չկա, անցու դարձանող չկա։ Այս մառախողն էլ մինչև տանշեմքը եկել է, թվում է թե մութը, բայց առավոտյան ժամը 9-ն է, սիրելի հետևորդներ ջան։ Տեսնենք, օրս ինչպես կանցկացնեմ ձեր հետ միասին։ Մի քիչ նայեմ, մի քիչ իրանց քոջուջից հագենան հավերս, ճուտերս, դեռևս վաճառքի ակլորներ ունեմ, գիտեն մարդիկ, ժամանակ առ ժամանակ գալիս և տանում են
Վաճառում եմ Փարքաստու, չեմ դժգոհում, չնայած որ չարչարանքը շատ է, բայց թե մեկս էլ մեր բաժին չարչարանքը, ապրում ենք այս կյանքում, տանում ենք մեր ուսերին։ Բարև աղջիկ ջան։ Ցուրտ է, գնացինք տունը։ Նկատեցի, որ այս մի զարդը չեմ վերցրել տոնական, ու սա էլ կվերցնեմ արդեն, ու լավ հուշերով կպահեմ։ Տունը լավ տաք է։ Այս զարդը էստեղ տաթել սա, կպցրել, սիրելի հետևորդներ ջան, մի հատ չես բանցիկը, ես իմ նոր վարակույրների եզրերն է, մի քիչ թուլացնեմ, չեմ ուզում ընկնի, այստեղ պահեմ, Սարվանցին, բայց որտեղ է կապել։ Մի հատ ես ստեղ, ոտքով պահեմ, բանձիկ լինի, հեշտ հանելու համար։ Սենց շատ սիրուն այնքը առանձնահատուկ զարդ է։ Գիտեք, որ սենց բաները չեն կպչում այս ձևի դռներից։ Հետո մենք մի բան հորինում ենք։ Ես ինչ շատ ակապ էր տվել, դատերս Տիգրանն են արել, ես չեմ խառնվել։ Սենց։ Սկան բան։ Ուի, ծուրտա։ Ստեղ էլ էլի կապեր ատված։ Ոնց հասկացա, մգրատա ինձ պետք նրա համար, քանի որ կապը կտրել կարճացրել եմ։ Սիրելի հետևորդներ ջան, զգուշոր է, այս պատվի էլ էր տաթևս վայբերիսից, մանրամասը ցույց չէի տվել, այդ օրերին շատ էինք ծարաբեռնված գործերով, հոգսերով, հյուրերով, սենց սիրուն։ Տրամադրությունը բարձրացնենք, սիրելի հետևորդներ ջան, և անցնենք մեր առօրյա գործերին։ Են էլ արդեն մկրատ կբերեմ, նա էլ կհանեմ, ես էլ շատ սիրուն ապահով կպահեմ հաջորդ տարվա համար։ Առայժմ էստեղ սեղանի, փոքր սեղանն ես կողմ եմ քաշել, ու դեռևս իմ միջանցքում շատ կարգավորումներ կա անելու։ Այս տեսակ բկոշորեր չեմ սիրում, մի քանի հատ ունեմ, շատ պատահական, որ հագնում եմ շատ ցուրտ օրերին, այսօր էլ մի քիչ տեղին էր, դրսում երկար մնացի, մինչև որ հավաքեցի հավերիս, ջութերիս, բայց թե առայժմ այսօր սրանով կմնամ, տիկնակ խոհանոց։ Քանի որ շատ մրսած է եկել դրսից, սիրելի հետևորդներ ջան, ամեն դեպքում չուզեցի նստեմ պեչի կողքին, ու այդպես ցանցրանամ, որոշեցի այս սլայանն սառնարանից հանել ու խաչապուրի թխել։ Հիմա այստեղ եմ դրել
Սրա մեջ կդնեմ, մինչև որ սա մի քիչ կգա սենյակային ջերմաստիճանի, ես համուրությունից մի կտոր ձեր հետ կտրեմ ու վայել եմ էլի, սրել է հետևոցներ չան, շատ դուրս եկավ, չէի պատկերացնի, որ այսքան համով կլինի ինքը, շատ թեթև շաքարի փոշի եմ ավելացրել, ուղացել էի, որ այդ ժամանակ ձեզ ասեմ, սիրել հետևորդներ ջան, բայց գիտեք, որ նաև ժելատինը, քաղցրը, այդ քաղցրի համը կորցնում է, ամեն դեպքում ես մի քիչ շաքարի փոշի ունեի, քանի որ ուշ էր արդեն եռացրել էի, չէի կարող հենց շաքարավազ ավելացնել, դրա համար շաքարի փոշի ավելացրեցի։ Հիմա մի կտոր կտրում եմ, տեսնեք, որ հեշտությամբ կտրվում է, և նորից եմ ուզում ճաշակել, այսօր նորակ ես եմ ճաշակել, ու կոֆեն, որ ձեր հետ խմեցի, հասրել է հետևորդներ ջան, այսպես, մոտեցնեմ էլի, շատ հարթ է ինքը և ուտելու ժամանակ ուղղակի հալվում է բերանում։ Առավոտից մինչև հիմա այստեղ խոհանոցում է եղել և նույն ձևով պահպանվել է, բայց դե հիմա կտանեմ սառնարան։ Ամեն դեպքում սա էլ վերցնեմ, մի քիչ կտաքանամ իմ պեչի մոտ, հետո կգամ արդեն խաչապուրին կթխեմ։ Այս թավաները համ եմ պարտադիր, սրանք չեն տաքացնում։ Բայց այն դեպքում որ պահում եմ, այդտեղ տաքանում է։ Այս ֆռռիկն տանեմ երկուսի վրա, այսինքն վերև ներքև ու ջերմաստիճանը 200 աստիճանի վրա։ Մի անգամից տաքանա սիրելի հետևորդներ ջան, ուրեմն սա առայժմ այս կողմ, այդքան էլ էական չի, թե այս թավաները տաք կլինեն, թե սառը կլինեն։ Արագի մեջ մի հատ խաչապուրի գցեմ, ճիշտ խմորը ես չեմ անում, բայց թե սիրելի հետևորդներ ջան, բոլորս էլ ձգտում ենք ինչ-որ տեղ մի քիչ հեշտ կյանքի, դանակոպիկ չի, ստեղ այս ձևա, ուզում ենք, որ երբեմն էլ խմոր չանել, մի քիչ ալարկոտ դառնալ, ժամանակին շատ եմ արել, շատ, ինչ կլինի, որ մի անգամ էլ պատրաստի խմոր գնեմ, ու այդպես անեմ։ Միշտ ասենք, լավ տանտիկինը նա է համարվել, ով որ ամրամաղել, թխել է, և ոչինչ, մի անգամ էլ ալարկոտ խաչապուրի կանենք։ Այս սենց, հավիսով, ես իմ տակ շորերու չեմ ուզում հանել, սիրելի հետևորդներ ջան, ճիշտ ամյուս սենյակը տաքա, բայց այստեղ դեռևս սառն է, այսպես հավիսով հետ է գնում, ու կբացեմ հենց այստեղ, տնական բան իրեմ ճորկելու, սիրելի հետևորդներ ջան, որը հանել եմ աղջրից, որ ջրքանվի, այստեղ պատրաստի խտերը, սրանով եմ հակելու, առանց պուսայով կսելու, ու հարմարալինում, հիմա ձուն կոտրեմ հարեմ, Արաքս թռչնաֆաբրիկայի ձուն է, շատ հավանեցի, լավն է, հենց այսպես չոտկով էլ պիտի հարեմ, այդպես էլ է ստացվում, մինչև որ պանիրը կջրքանվի, արդեն հանել եմ ու կտորի վրա եմ դրել, քանի որ միտք չունեի, թե այսօր ինչ եմ սարքելու, ու մի անգամից այդպես որոշեցի,
Մինչև որ կտորը կքաշի այդ աղջուրը, ես էլ արդեն սա մասերի կբաժանեմ։ Ես արդեն մասերի եմ բաժանել, սիրելի հետևորդներ ջան, պանիրն էլ ջրքանվել է, նայել եմ։ Հիմա միած սա ուզում եմ այս կողմ բերել և թավանը տեսնել։ Նայեք հեշտ այդ պատրաստի թղթերը, եղաթղթերը Այնքան հեշտ հավաքվում թավայի մեջ։ Բաճքեր ենք, տնական պանիրը, սիրելի հետևորդներ ջան, միշտ սիրել եմ տարբերվող լինել իմ բլոգներով, սակայն շատ լավ գիտեմ, որ շատ շատերը իմ դրական էներգիան վերցնում են, շատ ուժեղ ձևով մոտիվացվում են, կրկնօրինակում են, որի համար նույնպես շատ ուրախ եմ։ Մինչև որ ես կքերեմ իմ տնական պանիրը իմ ձեռքի արած, դուք էլ չմոռանաք լայքել, բաժանորդագրվել, տարածել, որպեսզի իմ մոտիվացիան շատ շատերի համար օգտակար լինի։ Գնացինք։ Ասեմ, որ այս տնական պանիրով երբ որ պիցցա արեցի, մի քիչ աղի էր ստացվել, դժվարությամբ ես համտեսեցի, հետո հիմա նաև պիտի պիցցա պատրաստեմ, մտածում եմ, էլի ալարկոտ պիցցա անեմ, ինչպես որ հիմա ալարկոտ խաչապուրի եմ անում, այսինքն խմորը ես չանեմ, չնայած որ սիրելի հետևորդներ ջան, լավ խմոր անել գիտեմ, այդպես գա ժամանակը այդ մասին կհասկանանք ոնց եմ անում, ալարկոտ ալինում, թե հայավարի, հայ կնոջ պես, այսնեն սիրելի հետևորդներ ջան, առայժմ այսքանը, ձեռքերս պանիրից մաքրեմ, և արդեն, և քանի որ արդեն անուն եմ կպցրել, այս ալարկոտ խաչապուրին սկսեմ մի քիչ այսպես ձեռքով, իհարկե նաև կրտնակով է շատ հարմար, բայց ես միշտ սիրում եմ խմորի հետ խաղալ, երբ որ բոլորը կբացեմ, նոր պանիրը կշարեմ, հետո եռանկյունի ձևով կծալեմ, արդեն ձուն կքսեմ և ուղիղ ջեռոց, այս ընթացքում տաքանում է, արդեն իմ ոտքերի մոտ զգում եմ այդ ջերմությունը, այսպես, եղանակ շարունակվում անույնը մնալ, վերածորվանից այստեղ, չգիտեմ, այստեղ արդեն երեսը կոշտացել է, չգիտեմ, թե այս մեկը ոնց է ստացվելու, երևի շրջեմ ներսի վրա, ընդհանրապես խաչապուրու այս լայոնի խմորները բացվող երեսի վրա են անում, բայց փորձենք այս մեկը շրջել, տեսնենք ինչ կդառնա, նաև այս մեկն է մի քիչ այդպես, ահա երեսը սեր է հավաքել, գնելու ժամանակ չեմ նկատել, որ այս ձևով է, սիրելի հետևորդներ ջան, մյուսը ոնց որ թե լավ էր, այդպես, հետո երբ որ սերը հավաքում, արդեն ճակճկում է, այս թե ստացվի, ինչ-որ մի բան կդառնա, ուզում եմ այնց անել, որ 6 հատներ այստեղ տեղավորվի, արդեն մենակ այդ երկու կտորներ այդպես, սրանք լավն են, ճիշտ երեսի վրա կդնեմ, ինչ կլինի նրանք էլ, դրա համար պետք է, որ առևտուր անելիս շատ ուշադիր լինենք, ամեն ինչին, եթե հանան տեսում ենք, ոնց ասած, աչքներս փակ, գնում և տուն ենք բերում։ Գիտեք, որ իմ զբաղվածությունը շատ-շատ է, սիրելի հետևորդներ ջան, և միգուցե հենց դրանից է, որ խմորների հետ այդքան չեմ զբաղվում։ Հիմա արագի մեջ կշարեմ, այսպես, և կթխեմ։ Սիրում եմ, որ մի քիչ պանիրը առատ է լինում,
Այստեղ իր թեթևակի աղությունը ընդհակառակ ավելի լավ։ Այսպես։ Դե գիտեք, որ չենք սեղմում և շարունակեմ կարծես։ Ուրեմն, այստեղ որ ասեցի, այս հենց ճակճքած է, որը իր իրական երեսն է, սա հակառակ կողմն է, սիրելի հետևորդներ ջան, հիմա ուզում եմ շրջել և չեմ ուզում փչացնել, քանի որ այս կողմը մի քիչ բարեհաջող է, այսպես կանեմ, ու ինչպես սա այս ձևով կփակեմ, թող այս երկուսն էլ այդ ձևով լինի, ուղղակի չեմ ուզում որ փչացնել, հաստատ գիտեմ, որ հակառակ կողմի վրա սլայոնի խմորը չի բարձրանում, սա էլ ուղղանկյուն կծալվի, այսպես, և արդեն իրական ձևով, այս մեկը լավն է, ամեն մի մանրուք կարևոր եմ համարում ձեր հետ կիսվել և օգտակար լինել, հարոցում էլ կսեմ և ուղիղ ջեռոց, այս երկուսին մի քիչ շատ կկսեմ ձուն, մի քիչ ուշքի կգան այդ չոր տեղերից, քունջուտ չեմ ցանելու, այս անգամ էլ առանց քունջութի, քանի որ այսօր այդ շոկոյի վրա արդեն քունջութի համը ճաշակել եմ, անունը շոկո դրեցի, սիրելի հետևորդներ ջան, այդ բանանով դեսերտի, երբեմն սիրում եմ ինքս անուններ տալ համեղություններին, շոկո, իսկ այս խաչապուրին ալարկոտ խաչապուրի, բացում եմ երկրորդ սլայոնին, ահա այստեղ տեսանելի երևում է, սիրելի հետևորդներ ջան, որ մի քիչ երեսը չորացած է, և այն ձևով կանեմ, այստեղ էլ խմորը վրա է ծալված, նկատելի երևում է, բարձրացնեմ, մոտեցնեմ, հնարավորինս, ահա տեսեք իր այստեղ ծալվածք ունի վրա եկած, ոնց որ թե այս անգամ բախտս չի վերել, խանութից խմոր վերցնելու պահը, այսենց, անզգուշություն է եղել, վերջի հատվածն է եղել, և ինձ աբաժին ընկել, ոչ մի անգամ այս ձևով չեր պատահել, տեսնենք ոնց կլինի, մի բան կստացվի, այս մեկն ավելի փոքր կտորներ, ավելի հետարքիր, մանրիկ կլինի, ամեն հասկանամ, թե այս ծալված մասը ոնց է ստացվելու, եթե տանն ենք խմորանում, այդ ծալվածքը մենք վրան չենք թողնում, քանի որ կարող է խանգարել բարձրանալու, հիմա կփորձենք, մյուսն արդեն ջեռոցում է, և լինում է, այն ձևով շարունակեմ, ուզեցի, որ երկու հատել խնձորով անել, նույնպես իմ համար փորձարկում կլինի, սիրելի հետևորդներ ջան, ոչ մի անգամ խնձորով սլայոնի չեմ արել, հիմա տեսնենք ինչպես կստացվի, այսպես, և այսպես, ուղղակի, կարծում եմ այս շերտը մի քիչ հաստ է և կարելի է մի քիչ բարակեցնել,
Այս մեկը սիրուն չեղավ և արդեն այս մեկի վրա չկլինի, կլինի այսպես ուղղակի այս 4-ը պանիրով է, այս 2-ը խնձորով մյուսը արդեն բարձրանում է, տեսնենք ոնց կլինի սրանց էլ դուքսեմ և էլի ջառոց տեսնենք ինչ արդյունք կունենանք հատկապես խնձորներովը իսկ այս 2-ին քունջոտ մի քիչ առատ այո արդյունքը կարծում եմ հրաշալի կլինի մյուսը բարձրացրել է և սա արդեն ներքևում քիչ անց պատրաստ կլինի հանում ենք առաջի ալարկոտ խաչապուրին և հիանում այո արդյունքը հրաշալի այ փակում եմ և սպասում երկրորդի արդյունքին սրանք ուղղանկյուն ծալածներն են սիրելի հետևորդներ ջան ամեն դեպքում ված չստացվեց այստեղ մի լավ հետ ա գնացել տեղին սիրուն բացվածք ա ընդունել լավ էր թողնում ենք մի քիչ հովանա հետո նոր կհանենք այստեղից սպասենք մյուսին մոտենամ երկրորդը հանեմ արդեն ես գիտեմ որ լավ բարձրացել է և շատ լավ եմ զգում ինձ հատկապես այն 2-ը որ խնձորի շերտեր եմ դրել հոպա այո տիրություն անջատում եմ գազօջախը մի քիչ էլ կիսաբաց եմ թողնում որ շուտ հովանա տաքությունը դուրս գա այսպես նորից եմ վերցնում այս սիրուն թաթու ջաղը որպեսզի դիտեմ և ցույց տամ ձեզ ահա սիրելի հետևորդներ այս 2-ը խնձորովն է իսկ սրանք արդեն պանիրով ալարկոտ խաչապուրիները հիմա տեսնենք նրանց տակը ոնց ա կարմրել իմ ջեռոցի որակը տեսնենք ինչպես է հովացել է և հեշտությամբ անջատվում է այո հրաշալի կարմրել է նաև տակը ահա սիրելի հետևորդներ ջան բոլորը հատ-հատ կարող եմ փորձել բոլորը յուրահատուկ ձևով կարմրել է շատ բարի դեռևս գոլ է իսկ յուրաքանչյուր խմորեղեն շատ տաք վիճակում կամ գոլ վիճակում նույնիսկ չի կարելի այսօր ընտանել մի փոքր էլ կսպասեմ և բոլորը միասին սկուտեղի մեջ կհանեմ արդեն գրեթե հովացել է յուղաթղթից ընդհանրապես չի կպչում սրանց տակերը տեսնենք ընտիր շատ ընտիր չնայած խմորը մի քիչ այն չէր բայց ստացվեց հիմա ինձ ավելի շատ հետաքրքիր է խնձորովը թե ինչ համ կունենա ահա սիրելի հետևորդներ ջան կարծում եմ ձեզ բոլորիդ մոտիվացրեցի և կփորձեք հատկապես խնձորով շատ լավն է իմ ջեռոցը շատ գոհ եմ և հիմա արդեն կարող եմ սկուտեղի մեջ հավաքել այսպես հենց այսպես էլ ստացվեց այսօրվա իմ ալարկոտ խաչապուրին խնձորով և պանիրով հրաշալի նույնիսկ թուղթը կարող եմ երկրորդ անգամ օգտագործել
Բոլորիս բարյախորժակ, բարի դեպք։ Բոլոր ուզում եմ այստեղ տեղավորել։ Բոլորը շատ հաջող ստացվեց և իմ սրտով։ Մինչ հաջորդ վլոգ։ Լավ եղեք։